Welcome to Infocom. Բարի գալուստ Infocom. Ես Տիգրան Գրիգորյանն եմ, Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը, եւ մենք Infocom-ի հետ միասին սկսում ենք ոդքասթների նոր շարք, որի ընթացքում լավագույն միջազգային եւ հայաստանյան փորձագետների հետ կանդրադառնանք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ դրանց առնչվող զարգացումներին ու միտումներին։ Այսօր մեր հյուրն է դոկտոր Շտեֆան Մայստերը, ով Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում եւ Կենտրոնական Ասիայում միջազգային կարգի եւ կառավարման կենտրոնի ղեկավարն է։ Ողջույն Ստեֆան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Այսօր կցանկանայի ձեզ հետ քննարկել տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ անդրադառնալ այդ զարգացումների ու միտումների ազդեցությանը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա։ Կցանկանայի սկսել Վրաստանից։ Վերջին մեկ տարում մենք շատ մտահոգիչ զարգացումներ ենք տեսնում հարևան երկրում։ Ոմանք կասեին իրական ժողովրդավարական հետընթաց, եւ մենք Հայաստանում նույնպես քննարկում ենք, թե ինչպես այս փոփոխությունները, այսպես ասած, ավտորիտար շեղումը կարող է ազդել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա։ Որովհետեւ Հայաստանում շատերը, կարծում եմ, Հայաստանին եւ Վրաստանին դիտարկում էին որպես ժողովրդավարական տանդեմ, որը կարող էր միասին շարժվել դեպի արևմուտք, բայց հիմա դա այդպես չէ։ Ուստի ինչ եք կարծում այդ մասին։ Move together towards the west, but now that's not the case. So what's your take on that? Tikan, first of all, thank you for having me. I'm really looking forward to this. Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Ես իսկապես անամպեր սպասում եմ հետագա ոդքասթներին եւ այս ամբողջ զրույցին։ Շնորհակալություն։ Կարծում եմ այն, ինչ տեսնում ենք Վրաստանում, ավտորիտար կոնսոլիդացիա է։ Նախորդ տարվա ընտրություններից սկսած մենք տեսնում ենք բազմաթիվ քայլեր, որոնք հետ են մղում Վրաստանի բարեփոխումների գործընթացի հաջողությունները, հասարակության փոփոխությունը դեպի ավելի եվրոպական, ավելի ժողովրդավարական հասարակություն։ Մենք տեսնում ենք խոցելիության աճ, որը Ռուսաստանին, ոչ միայն Ռուսաստանին, այլև ուրիշներին, ավելի շատ հնարավորություններ կտա միջամտելու Վրաստանի ներքին քաղաքականությանը։ Այնպես որ կարծում եմ, սա շատ բացասական զարգացում է հենց երկրի համար։ Բայց ես միշտ ասում եմ, որ Վրաստանը հարավային Կովկասի առանցքային երկիր է, եւ առանցքային երկիր է նաեւ ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում։ Քանի որ այն առաջատարն էր, գոնե փոքր եւ միջին կոռուպցիայի դեմ պայքարի առումով, վարչական բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հստակ ուղեգիծ կամ գոնե ինտեգրման ուղեկցի նկատմամբ հետաքրքրություն ունենալու առումով եւ նաեւ հանգույց էր հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի համար քաղաքացիական հասարակության, փորձագետների համար ամբողջ տարածաշրջանի տարբեր մասերից։ Այնպես որ կարծում եմ, սա շատ բացասական զարգացում է հարավային Կովկասի եւ դրանից դուրս, եւ հատկապես Հայաստանի համար։ Հայաստանը գտնվում է իր արտաքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիայի գործընթացում, քայլ առ քայլ հեռանում է նաև Ռուսաստանից եւ նվազեցնում է իր կախվածությունը Ռուսաստանից, եւ ավելի է մերձենում Եվրոպական միությանը։ Եվ նույնիսկ աշխարհագրական առումով կարծում եմ շատ վատ է Հայաստանի համար, որ Վրաստանի միջով կապը ինչ որ չափով փակվում է, ավելի է վերահսկվում նաև Ռուսաստանի կողմից։ Բայց դա, եւ պարզապես այս մտքով ավարտեմ, դա նաև բացասական օրինակ է ծառայում, թե ինչպես կարելի է հետ մղել ժողովրդավարական բարեփոխումները։ Շատ կարևոր է ունենալ համերաշխություն, համագործակցություն, քաղաքացիական հասարակությունների, փորձագիտական շրջանակների միջև փոխանակ հենց հարավային Կովկասում այս շատ դժվար իրավիճակում, երբ ամբողջ գլոբալ իրավիճակը փոխվում է։ Եվ կարծում եմ Հայաստանի համար, որը գտնվում է ազատականացման, դիվերսիֆիկացիայի եւ ժողովրդավարացման շատ խոցելի գործընթացում, սա ունի նաև շատ բացասական հոգեբանական եւ քաղաքական ազդեցություն։ And I think for Armenia as a vulnerable country in a very vulnerable process of opening, decoupling and democratizing, I think this has a very negative, also psychological and political effect. Yeah, absolutely agree with you. I think the important Այո, լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Կարծում եմ կարևոր կետերից մեկը, որի մասին նշեցիք, այն էր, որ ժողովրդավարությունը, ժողովրդավարացումը, ժողովրդավարական կոնսոլիդացիան երաշխավորված գործընթացներ չեն, որովհետև Հայաստանում շատերը օրինակ կարծում են, որ
Մենք սկսել ենք այս ժողովրդավարական անցումը եւ մենք անպայման կհասնենք ժողովրդավարական կոնսոլիդացիայի, բայց Վրաստանի եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրների, նույնիսկ կայացած ժողովրդավարությունների օրինակը ցույց է տալիս, որ դա այդպես չէ, դա գործընթաց է, եւ քաղաքացիական հասարակությունը պետք է շատ զգույշ լինի իր գործողություններում եւ պետք է ունակ լինի կառավարությանը հաշվետու պահել։ Կարծում եմ նաեւ արտաքին քաղաքականության առումով մենք տեսել ենք որոշակի փոփոխություններ Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Կարծում եմ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ազդել են այդ ընտրությունները եւ ամերիկյան ընտրությունները։ Հռետորաբանությունը եւ դիվերսիֆիկացիայի ամբողջ քաղաքականությունն ավելի զգուշավոր ու հավասարակշռված է դարձել։ Բայց ես կցանկանայի անցնել հաջորդ երկրին, որը բավականին նման է Հայաստանին եւ բախվում է շատ նման մարտահրավերների։ Դա Մոլդովան է, որտեղ մենք վերջերս ունեցանք շատ բարդ ընտրություններ եւ արտաքին միջամտության թեման կենտրոնական թեմա էր։ Հայաստանում եւս շուտով կունենանք համապետական ընտրություններ, որոնք տեղի կունենան, եթե չեմ սխալվում, հաջորդ տարվա հունիսի 6-ին կամ 7-ին։ Արտաքին միջամտության, հիբրիդային սպառնալիքի, հիբրիդային պատերազմի թեման շատ արդիական թեմա է այստեղ։ Եվ տեղական մակարդակում քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական համայնքը փորձում են ուսումնասիրել, օրինակ, մոլդովական փորձը եւ դասեր քաղել։ Այսպիսով, ձեր կարծիքով, որն է Մոլդովայից քաղելիք դասերը, որոնց վրա մենք պետք է աշխատենք։ In your opinion, what are in your opinion the lessons from Moldova that we should learn and we should work on? I think first of all, we have to understand that the character. Կարծում եմ նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ ընտրությունների բնույթն է փոխվել։ Դա այլևս ժողովրդավարության իրականացում չէ, այլ ազդեցության, միջամտության եւ խոսույթների պայքար։ Այսպիսով դա դարձել է յուրօրինակ պատերազմ այն մասին, թե ով է ինչպես մանիպուլացնում եւ ավելի ու ավելի միջամտում ներքին քաղաքականությանը։ Մենք ունեցանք երկու ընտրություններ։ Անցյալ տարի մենք ունեցանք նախագահական ընտրությունները Մոլդովայում, որը առաջին դեպքն էր, եւ մենք հիմա ունեցանք խորհրդարանական ընտրություններ։ Եվ ի վերջո կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները Մոլդովայում կարողացան նաեւ կանխել, որ Ռուսաստանն իսկապես հաղթի այս պայքարում։ Եվ նրանք սովորեցին նաև տեղում ընտրությունների ընթացքում ինչպես հակազդել միջամտությանը, ինչպես ազդել խոսույթների վրա, ինչպես կտրել նաև երկիր մուտք գործող ֆինանսական հոսքերը։ Այսպիսով կարծում եմ մենք պետք է սովորենք, որ նախ եւ առաջ կան նոր գործիքներ եւ անընդհատ փոփոխվող գործիքներ ընտրություններին միջամտելու համար։ Խոսքը կրիպտոարժույթի մասին է, այսինքն ֆինանսական հոսքերի տարբեր եղանակների միր քարտերի օգտագործման մասին է, սփյուռքի օգտագործման մասին է օրինակ։ Խոսքը նաև եկեղեցին ազդեցության համար օգտագործելու, խռովությունների, ցույցերի համար խմբեր նախապատրաստելու մասին է։ Խոսքը սոցիալական մեդիայի մասին է, որը դարձել է կարևորագույն գործոն։ Եվ կարծում եմ այն, ինչ արեց մոլդովական կառավարությունը, եւ սա նաև մեկ այլ կարևոր քննարկում է, այն էր, որ նաև օգտագործվեցին գուցե ոչ ժողովրդավարական կամ ոչ իրավական գործիքներ ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Այո, խոսքը ընտրությունների նախօրեին կուսակցություններ արգելելու մասին է, լրատվամիջոցներ, նաև սոցիալական մեդիայի էջեր փակելու մասին է։ Սա մի բան է, որը մենք իսկապես կարող ենք քննարկել, կարծես թե կամ միտում, որ օգտագործվում են միջոցներ, որոնք մաս չեն կազմում իրավական պետությանը, որպեսզի հնարավոր լինի հակազդել այս ամենին։ Եվ ես կարծում եմ, որ մենք չպետք է թերագնահատենք հարմարվելու եւ միջամտելու ռուսների ունակությունը։ Եվ մենք նաեւ գիտենք, որ նույն թիմը, որը Կրեմլում կոորդինացնում էր մոլդովական ընտրությունները, հիմա արդեն կոորդինացնում է հայաստանյան ընտրությունները։ Այնպես որ կարծում եմ չափազանց կարևոր է փորձ փոխանակել եւ սովորել մոլդովական կողմից տարբեր ոլորտներում կիրառվող կոնկրետ միջոցները։ The Moldovan elections, they manage now already the Armenian elections. So I think it's highly important to exchange and to learn also the concrete measures in the different sectors from the Moldovan side.
Yeah, absolutely. But this discussion Այո, այս քննարկումը բանավեճ է շատ հետաքրքիր է։ Գիտեք, կարելի է արդյոք հակազդել հիբրիդային սպառնալիքներին, արտաքին սպառնալիքներին ոչ ժողովրդավարական միջոցներով։ Ես Մոլդովայի փորձագետ չեմ, այնպես որ ես չգիտեմ, թե այնտեղ ինչեր կոնկրետ տեղի ունենում, բայց Հայաստանում վերջին ամիսներին մենք մի գործընթաց ենք տեսնում, որը կառավարությունը բացատրում է հենց արտաքին սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությամբ։ Եվ այդ գործընթացում երբեմն խախտվում են ժողովրդավարական նորմերը, գործելակերպերը, իրավական պետության սկզբունքները։ Իմ պատկերացմամբ դա կարող է ունենալ կարճաժամկետ ազդեցություն, եթե այս գործընթացի իրական նպատակը իսկապես արտաքին միջամտությանը հակազդելն է։ Բայց չեք կարծում, որ երկարաժամկետ հեռանկարում դա իրականում կարող է խաթարել ժողովրդավարության նկատմամբ հասարակության հավատն ու ընկալումը։ Որովհետև կարծում եմ ռուսական միջամտության արշավների, ռուսական հիբրիդային արշավների երկարաժամկետ նպատակը կասկածի այս սերմերը սերմանելն է եւ այն փաստարկի, այն պատումի առաջմղումն է, որ բացարձակապես տարբերություն չկա տարբեր քաղաքական ռեժիմների տեսակների միջև, ժողովրդավարությունների եւ ավտոկրատիաների միջև։ Ինքնահռչակ ժողովրդավարական համակարգերում նույնպես տեղի են ունենում ոչ ժողովրդավարական եւ ոչ իրավական գործընթացներ։ Ինչ եք կարծում այդ մասին։ Proclaimed democratic systems as well, non-democratic and non-legal things are happening. So what's your take on that? Absolutely, I think I agree with you. Իհարկե համաձայն ձեզ հետ, որ Ռուսաստանը այդպիսի երկարաժամկետ նպատակ ունի։ Այսպիսով ընտրությունները ռուսական միջամտության մեկ տարրն են։ Բայց կա շարունակական մանիպուլյացիա, միջամտություն եւ շանտաժ ռուսական կողմից։ Եվ հիմնական նպատակն է խաթարել ժողովրդավարական ինստիտուտները, խաթարել հասարակության վստահությունը ժողովրդավարության ինստիտուտների, կուսակցությունների նկատմամբ։ Ինչը ամեն դեպքում ցածր է տարածաշրջանի երկրների մեծ մասում։ Եվ կարծում եմ դա թերևս ռուսական այս միջամտության ավելի մեծ հաջողությունն է, որ մարդիկ այլևս տարբերություն չեն տեսնում եւ փաստարկներ կան նաեւ կառավարության դեմ, որը գուցե ունի երկիրը ժողովրդավարացնելու, բարեփոխելու ավելի մեծ նպատակ։ Կան փաստարկներ, որ տեսեք, նրանք նույնպես օգտագործում են այս միջոցները եւ եթե փոփոխություն լինի, ապա ուրիշները եւս կօգտագործեն դրանք։ Այսպիսով ես անկեղծորեն շատ թերահավատ եմ միջամտության եւ նաեւ քաղաքական մրցակիցների դեմ պայքարելու համար ոչ իրավական գործիքներ օգտագործելու վերաբերյալ, բայց կարծում եմ մեզ լուրջ քննարկում է պետք այն մասին, թե ինչպես ավելի լավ պաշտպանել ժողովրդավարությունները, եւ գուցե խոսքը թափանցիկության մասին է։ Գուցե խոսքը ավելի շատ փոխգործակցության մասին է նաեւ քաղաքացիական հասարակության փորձագիտական շրջանակների, պետական ինստիտուտների միջև, մտածելու այն մասին, թե ինչպես հասարակություններն ավելի դիմացկուն դարձնել դրա նկատմամբ։ Եվ ոչ թե ասել, որ հանուն մեր սեփական անվտանգության մենք կարող ենք անել A, B եւ G։ Կարծում եմ դա դուր է բացում նաեւ այս գործիքների չարաշահման համար։ It's about transparency, maybe it's about more interaction also between civil society, expert community, state institutions to think about how to make societies more resilient against this and not so how to say not to say because of security we on our own security we can do A, B and C. I think this is opening the gate also for the misuse of these instruments. Yeah, absolutely. I think this is a key conversation and we need to keep Այո, կարծում եմ սա առանցքային զրույց է եւ մենք պետք է շարունակենք կենտրոնանալ այս թեմայի վրա, այս խնդիրներին կառուցողական լուծումներ գտնելու համար։ Այժմ թե Վրաստանը, թե Մոլդովան դեռևս Եվրոպական միությանն անդամակցելու թեկնածու երկրներ են։ Իսկ Հայաստանը վերջերս օրենք է ընդունել, որը հռչակում է իր նպատակը՝ դառնալ ԵՄ անդամ պետություն։ Մենք շատ հարցականներ ունենք մեր կողմից, թե որքանով է դա իրատեսական, հատկապես կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում։ Բայց ես կցանկանայի լսել ձեր տեսակետը ԵՄ-ից, որպես եվրոպական ինստիտուտների եւ պաշտոնյաների հետ սերտորեն աշխատող անձի, վերլուծաբանի եւ փորձագետի։ Որն է այս ձգտումների վերաբերյալ տեսակետը ԵՄ-ից, որքանով են դրանք իրատեսական ԵՄ տեսանկյունից։ What's the view of the Armenian aspirations, EU aspirations at this moment? How realistic are they in the EU's perspective? Can I just say one sentence on Կարող եմ մի նախադասություն ասել այն մասին, թե ինչպես եմ ես տեսնում պատկերը հայկական կողմից, որովհետև կարծում եմ, գուցե խոսքը ոչ այնքան այն մասին է, որ կառավարությունը կամ խորհրդարանն իսկապես հավատում են, որ սա իրատեսական է, այլ ավելի շատ ԵՄ ինտեգրման շուրջ խոսույթում գերակայելու մասին է, նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջ։
Նաև հասարակությանը ինչ-որ բան առաջարկելու մասին, երբ շատ այլ բան չկա առաջարկելու։ Այսպիսով ես թերահավատ եմ, անկեղծ ասած, նույնիսկ որ հայկական կողմից որևէ մեկը կարծում է, որ սա իրատեսական է։ ԵՄ կողմից Բրյուսելում պաշտոնյաները ինձ հարցնում էին, երբ այս նախաձեռնությունը սկսվեց. Ինչ են նրանք ուզում։ Դա էր առաջին արձագանքը Բրյուսելում, ԵՄ կառույցներում աշխատող մարդկանցից։ Նրանք գիտեն, որ դա մոտ ապագայում իրատեսական չէ, եւ նաեւ այս անվտանգության եւ աշխարհաքաղաքական միջավայրում դա շատ դժվար գործընթաց կլինի։ Բայց այն, ինչ տեսնում ենք հիմա, Բրյուսելում մեծ փոփոխություն կա ուղղված Հայաստանի աջակցությանը։ Կա ընկալում, որ Հայաստանը այս պահին տարածաշրջանի ամենապլյուրալիստական երկիրն է, որը Թավշյա հեղափոխությունից հետո կատարել է որոշակի բարեփոխումներ, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ գուցե նույնիսկ հետընթաց է գրանցում նաեւ որոշ ուղղություններով։ Այսպիսով կարծում եմ, այն ինչ տեսնում ենք հիմա, ԵՄ ինտեգրման շուրջ քննարկում է մի եղանակով, որտեղ երկու կողմերն էլ գիտեն, որ դա մոտ ապագայում տեղի չի ունենա։ Երկու կողմերն էլ մի տեսակ պահում են այս պատրանքը, բայց ԵՄ-ն շատ ազնիվ է հայաստանյան պաշտոնյաների հետ զրույցներում ասելով. «Տղերք, դա տեղի չի ունենա մոտ հեռանկարում, դա կարող է տեղի ունենալ ապագայում, երբ մենք կունենանք այլ իրավիճակ, բայց մենք աջակցելու ենք ձեզ վիզաների ազատականացման հարցում, մենք աջակցելու ենք ձեզ այլ ոլորտներում Եվրոպական միությանը մոտենալու հարցում, եթե դուք անեք ձեր տնային աշխատանքը։ Եվ նաև անվտանգության հարցում մենք օգնելու ենք ձեզ, եւ դա առավելագույնն է, որը դուք կարող եք ստանալ այս պահին»։ Yeah, I absolutely agree with what you've just said and both Լիովին համաձայն եմ այն ամենի հետ, ինչ դուք նոր ասացիք, եւ թե ներքին տեսանկյունից, թե միջազգային ԵՄ տեսանկյունից։ Կարծում եմ սա ավելի շատ ներքաղաքական հարց է, ինչպես դուք ճիշտ նշեցիք։ Կարծում եմ իշխող կուսակցությունը յուրացրեց այս նախաձեռնությունը եւ կփորձի օգտագործել այն, որպես ընտրությունների ժամանակ իր քարոզչական կետերից մեկը։ Ես նույնպես ունեցել եմ այս փորձը։ Եվրոպացի դիվանագետների հետ զրուցելու հենց այս օրենքի ընդունումից հետո ինձ հրավիրել էին բրիֆինգ անցկացնելու բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների համար, եւ նրանք բացարձակապես շփոթված էին, որովհետեւ ոչ ոք նրանց չէր տեղեկացրել, որ Հայաստանը նման մտադրություն ունի, եւ բոլորն այդ պահին զարմացած էին, այնպես որ ամբողջովին համաձայն եմ այն ամենի հետ, ինչ դուք ասացիք։ Ես կցանկանայի մեր զրույցն ավարտել եվրոպական անվտանգության մասին հարցով։ Այսպիսով, մոտ 1 տարի է անցել Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, եւ մենք տեսել ենք բոռն փոփոխություններ եվրոպական Եվրոատլանտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Կրկին զրույցներ են ի հայտ եկել Եվրոպայի ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության անհրաժեշտության եւ նման բաների մասին։ Բայց մենք հիշում ենք, որ նմանատիպ զրույցներ ի հայտ են եկել նաեւ 10 տարի առաջ։ Ասենք, երբ տեղի ունեցավ Ղրիմի բռնակցումը եւ այդ ժամանակվանից, անկեղծ ասած, մենք շատ բան չենք տեսել գործնականում։ Այսպիսով, ո՞րն է ձեր գնահատականը այս զրույցների ներկա փուլի վերաբերյալ։ Որքանով են դրանք գործնական։ Արդյոք արդեն տեսնում եք որոշակի նշաններ, որ Եվրոպան կարող է դառնալ այն անկախ եւ ինքնավար դերակատարը, որն ունակ է ապահովել իր սեփական անվտանգությունը եւ նաեւ զսպել արտաքին սպառնալիքները, ինչպես օրինակ ռուսական սպառնալիչը։ Գիտեք, իմ արձագանքը այս հարցին միշտ այն է, որ ես իսկապես շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին, որ նա ճշմարտակ դրեց Եվրոպային, որպեսզի այն վերջապես ավելի ինքնիշխան դառնա իր սեփական անվտանգության հարցում։ Կարծում եմ 2014 թվականի Ղրիմի բռնակցումը եւ Դոնբասում պատերազմը չօգնեցին։ 2022 թվականը ի վերջո նույնպես չօգնեց։ Այսպիսով անհրաժեշտ էր Դոնալդ Թրամփը, որպեսզի Եվրոպան զգա, որ այլևս չի կարող ապավինել ԱՄՆ-ին կամ արտապատվիրել ԱՄՆ-ին իր անվտանգությունը, այլ պետք է ստանձնի իր սեփական պատասխանատվությունը, եւ կարծում եմ սա է այն, ինչ տեղի է ունենում հիմա։ Մենք տեսնում ենք, որ Գերմանիան, որպես Եվրոպայի ամենամեծ եւ ամենահարուստ երկիր, այժմ ունի 500 միլիարդ եվրոյի լրացուցիչ բյուջե ենթակառուցվածքների համար եւ կունենա լրացուցիչ բյուջե նաեւ պաշտպանության մեջ ներդրում
ներդրումների համար։ Եվ դա կլինի միջուկը, որի շուրջ կկառուցվի նոր անվտանգության համակարգ Եվրոպայում, որը կառաջնորդվի նաև եվրոպացիների կողմից։ Դա չափազանց դանդաղ կլինի եւ գուցե նաև չափազանց քիչ որոշ ժամանակ, բայց կարծում եմ, հիմա Եվրոպայում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Ի վերջո, իսկապես մեծ ներդրումներ կատարելու մեր սեփական անվտանգության մեջ։ Նաև քննարկում այն մասին, թե ինչպես Ուկրաինային ինտեգրել այս անվտանգության համակարգին, որն ավելի շատ եվրոպական է, կարծում եմ, դա կլինի ՆԱՏՕ-ն, դա կլինի ՆԱՏՕ-ի եվրոպական թևը, որը կստեղծի այս եվրոպական անվտանգության համակարգի եւ այս եվրոպական անվտանգության կարգի նոր միջուկը։ Մենք դեռ տարիներ շարունակ կապավինենք ԱՄՆ-ին, որովհետև մենք ի վիճակի չենք ստեղծել սեփական ապարազինություն, մենք չունենք մեծաքանակ զորք, մենք նվազեցրել ենք մեր բանակների թվաքանակը եւ նաեւ մեր ռազմաարդյունաբերությունը, բայց այս ամենը հիմա մասշտաբավորվում է։ Առաջին անգամ Եվրոպական միությունում այս նոր հանձնաժողովում մենք ունենք պաշտպանության հանձնակատար եւ մենք ունենք աճող համագործակցություն, հատկապես հյուսիսային երկրների միջև՝ սկանդինավյան երկրները, բալտյան պետությունները, Լեհաստանը, Գերմանիան, մասամբ Ֆրանսիան, այսպիսով Մենք տեսնում ենք, որ պատրաստակամների դաշինք կա, որը առաջ է մղում նաև այս նոր անվտանգության քաղաքականությունը, եւ դա կունենա ազդեցություն նաև Սևծովյան տարածաշրջանի վրա, որը շատ է քննարկվում այս նոր Սևծովյան ռազմավարությամբ, եւ Եվրոպայի այլ գործընկերների։ Այսպիսով կարծում եմ այդ ամենը տեղի կունենա։ Դոնալդ Թրամփը օգնում է, բայց Պուտինի համար կա պատուհան, որը ժամանակավորապես ԱՄՆ-ն կարող է հետ քաշվել, իսկ Եվրոպան դեռ պատրաստ չի լինի պաշտպանել ինքն իրեն։ Ահա թե ինչու եմ կարծում, որ Ուկրաինան այս պահին այդքան կարևոր է եվրոպական անվտանգության համար։ So where you can see that there is a coalition of willing who are driving also this new security policy, and that will also have an effect on the Black Sea region, which is highly discussed with this new Black Sea strategy, and on other partners of Europe. So I think it will come. Donald Trump helps, but there is a window for Putin, let's say it like this, where the US might withdraw. And Europe is still not ready also to defend itself. That's why I think Ukraine is so crucial at the moment for European security. Yeah, absolutely. Համաձայն եմ։ Եվ շնորհակալություն պատասխանի համար։ Կարծում եմ Հայաստանի համար նույնպես շատ կարևոր է ունենալ ԵՄ, որը պարզապես դիվանագիտական կամ քաղաքական դերակատար չէ, այլ նաև անվտանգության դերակատար։ Կարծում եմ դա առանցքային նշանակություն ունի Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացիայի փորձերի համար։ Ստեփան, շատ շնորհակալություն այս հիանալի զրույցի համար եւ ցտեսություն։ Շնորհակալություն եւ այո, անպայման կհանդիպենք։ See you definitely.